Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր ես ձեզ կներկայացնեմ տեղեկատվություն այն դատական գործընթացների վերաբերյալ, որը նախաձեռնվել է Մայր Հայաստանի կողմից ընդդեմ քաղաքացիական պայմանագրի եւ նրա քույր կազմակերպության կայացրած որոշումների։ Ինչպես գիտեք, մենք նախ դատական հայցով դիմել էինք Տիգրան Աբենյանի լիազորությունները ապօրինի ճանաչելու վերաբերյալ, լիազորությունների ստանձնումը ավելի ճիշտ ապօրինի ճանաչելու վերաբերյալ, որովհետև նիստի ժամանակ համապատասխան քանակ ներկայացնող հավաքարիների կազմ չի եղել, այսինքն քվորում չի ապահովվել։ Այս հարցը դատական գործընթացի մեջ է, շարունակական process է եւ դեռ վերջը չի երևում, բայց ամեն դեպքում մենք հետեւական ենք լինելու այս հարցում։ Մյուս դատական հայցերը, որ մենք ներկայացրել ենք, վերաբերում է մեր քաղաքացիների շահերին, որը կապված էր կարմիր կետագծերի կտրուկ թանկացման հետ, ինչպես հայտնի է, առաջին ատյանում դատական դա ապօրինի եւ անվավեր ճանաչվեց 24 թվականի որոշումը, քաղաքացիական պայմանագիրը որոշեց բողոքարկել դա, բայց ոչ պատշաճ ձևով, անգրագետ ձևով ներկայացրեց եւ վերաքննիչը չէր ընդունել նրանց բողոքը, հիմա իրենք այդ վերաքննիչի որոշումը բողոքարկում են վճռաբեկում եւ այս առումով դեռ դատական գործընթացը շարունակվում է։ Մենք նույնը արեցինք նաեւ 25 թվականի որոշման հետ կապված, երբ որ ավականիով անկախ են հանգամանքից, որ 24-ի որոշումները ապօրինի ճանաչվեն, իրենք նորից ավականու այսպես զորբայական մեծամասնությամբ որոշում կայացրեցին, որ 25 թվականի համար կարմիր կետագծերով ավտոկայանատեղերը նորից պետք է թանկ լինեն ավելի քան 13 անգամ, այդ 160,000 դրամը ճարաբաստիկ պետք է պահպանվի, մենք դա էլ ենք բողոքարկել եւ այս առումով էլ դեռ դատական գործընթացը կա։ Մեկ այլ սկանդալային որոշում էր կայացրել ապօրինի նաեւ քաղաքացիական պայմանագիրը Հանրապետություն խմբակցությունը եւ կցվածները, նրանք որոշել էին ավականու մանդատից զրկել մեր խմբակցության անդամներին, այդպիսի քայլ իրենք արեցին նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցության նկատմամբ, ազգային առաջնորդի մասին է խոսքը, որը նույնպես ապօրինություն էր, Գրիգոր Երիցյանի եւ Հայկ Մանուկյանի նկատմամբ այդպիսի քայլ կիրառեցին, մենք որոշեցինք գնալ դատական ճանապարհով եւ դատարանը ահա որոշում է կայացրել, որ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը ապօրինի է եւ անվավեր, հետաքրքիր մանրամասներ ես ուղղակի ներկայացնեմ դատարանի որոշումից, դատարանը արձանագրել է, որ ավականու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերի ներկայացվող հիմնավորվածության եւ որոշակիության պահանջին, այսինքն դատարանը ըստ էության արձանագրում է, որ սա քաղաքական որոշում է եղել, քաղաքական կամայական ապօրինի որոշում է եղել քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ նրան կցվածների կողմից եւ այս առումով դատարանը ուղղակի դակում է այդ մեր ձևակերպումը, որը այն ժամանակ էլ էինք տվել։ Մյուս ուրեմն պատշաճ հիմնավորում ասում է, որ դատարանը չի ներկայացվել ավականու մանդատին զրկելու առումով եւ նաեւ ձևակերպում է տալիս, որ հստակ ընթացակարգ չկա ավականու անդամի նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը հիմնավորելու մասով, այսինքն այստեղ էլ որոշումներ չկան, հստակ ներկայացված, որը օրենքով սահմանված պետք է լիներ եւ Սոնա Աղեկյանին եւ ընդհանրապես մյուս ավականու անդամներին մանդատից զրկելը, այսինքն ժողովրդից ստացած քվեով այդ մանդատից զրկելը եղել է քաղաքացիական պայմանագրի ապօրինությունը եւ այդ ապօրինությունը արձանագրվել է դատական կարգով։ Ես տեղեկացնեմ, որ մեր այս հայցերը եւ կարմիր կետագծերի մասով եւ Սոնա Աղեկյանի մասով ձևակերպել է եւ մեր գործընկերն է, փաստաբանն է Վահե Գրիգորյանը, որը Նովալեքսի ավագ գործընկերն է։ Մենք շատ շնորհակալ ենք Վահե Գրիգորյանից եւ իր պրոֆեսիոնալ հատկանիշների հանգամանքն է նաեւ մեծ ազդեցություն թողնում այս դատական գործընթացների վրա, որովհետեւ հայցերը պատշաճ ձևով են ձևակերպվում, մեր շահերը պատշաճ ձևով են պաշտպանվում եւ մեր համագործակցությունը տալիս է իր պտուղները։ Ինչ վերաբերում է մյուս գործընթացներին, ապա ասեմ, որ տրանսպորտի հետ կապված մենք գիտեք եւ ստորագրահավաքի եւ բոյկոտի գործընթացներ ենք նախաձեռնել, այդ ամեն ինչը շարունակվում է, խոսքս մասնավորապես բոյկոտի մասին է, բայց նաեւ մենք կասեցման, տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող որոշում ենք ներկայացրել ավականուն,
Վաղը այդ հարցը պետք է քննարկվի ու քվեարկվի եւ եթե այդ կասեցման որոշումը, որը ի դեպ հանձնաժողովում համապատասխան ստացել է դրական եզրակացություն, ավականու նիստի ժամանակ էլ ստանա դրական կողմ ձայների քանակ, ապա տրանսպորտի թանկացման որոշումը կկասեցվի, այնպես որ վաղ ավականու նիստին անպայման հետևեք, շնորհաբերում եք քաղաքացիական պայմանագրին, ապա նրանք շարունակաբար պարտվում եւ պարտվելու են մեզ թե դատական ատյաններում, թե ընտրական գործընթացների ժամանակ, որը մասնարարպես նաեւ տեսանք Գյումրիում, դրանից առաջ Երևանում էլ ենք տեսել, ուղղակի հայտնի մեքենայությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիրը աթոռը պայծ, բայց Երևանում տեղ ունեցածը դաս եղավ եւ այդ դասերը քաղվեցին մասնարարպես գյումրեցիների կողմից եւ քաղաքացիական պայմանագիրը նույն տեխնոլոգիան չկարողացավ կիրառել եւ պահել աթոռը, դրա համար հիմա ասում են եկեք Գյումրիում գնանք արտահերթ ընտրությունների, արտահերթ ընտրությունների գաղափարը վատը չէ, բայց դա վերաբերում է մասնարարպես նաեւ Երևանին, իրենք լեգիտիմ չեն այս իշխանությունները Երևանի եւ հանրապետական մակարդակով լեգիտիմ չեն, այնպես որ արտահերթ ընտրությունները ավելի շատ պետք է տեղի ունենան Երևանում ու Հայաստանում, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, բայց իրենք երևի այդ ռիսկը չեն ունենա, որպեսզի գնան այդ քայլին։ Ամեն դեպքում արձանագրենք դատական գործընթացում քաղաքացիական պայմանագրի պարտությունների շարքը, մենք էլ ձեզ տեղեկացնենք, որ շարունակաբար դիմելու ենք բոլոր այն գործիքակազմերին, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել քաղաքացիների շահերը եւ պարտության մատնել քաղաքացիական պայմանագրին։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։